ընդհանրապես թե պրոֆեսիոնալ որակների եւ ամեն ինչ։ Պարոն Ռոբինյան, եկեք Էֆեկտիվությունը նախորդ գործունեության եւ այսպես շարունակ։ Պարոն Ռոբինյան, կայակալասի հայտարարության հետ կապված ԵՄ-ին, որ դիմել եք արտաքին ազդեցության վերաբերյալ, ինչ սպառնալիքներ եք նկատի ունեցել, ինչ եք դրել դրա հիմնավորման հիմքում։ Ուզում ենք մի քանի սպառնալիքի մասին իմանալ։ Դե սպառնալիքները հայտնի են, այսինքն դու չեք տեսնում, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում կան դրսևորումներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես միջամտության փորձ, կամ չեք տեսնում, որ ապատեղեկատվական արշավներ են տեղի ունենում մեր լրատվական դաշտում, չեք տեսնում, օրինակ, որ բացվում են կայքեր, բառից բուն իմաստով, ասենք 2 օր կայք է բացվում, մի հատ անգլալեզու, որտեղ ինչ որ սենսացիոն ֆեյք լուր են գրում, օրինակ, չգիտեմ, Փաշինյանը Կանադայում տուն է գնել կամ ինչ են ասում, Հայաստանում Էրդողանի հրամանով կառուցվելու է 12 մզկիթ, այս լուրերը ինչ որ նորահայտ անգլալեզու կայքում գրվում են կամ ինչ որ թուրք լրագրող է գրում, մի վայրկյան, օրեր անց օրինակ դա հայտնվում է մեր հայկական լրատվամիջոցների էջերում։ Գլխավոր անհանգստություն։ Չէ, էլի կարող է լինել, չգիտեմ, ապօրինի ֆինանսների Ինչ կարող է լինել, չէ, ինչ կա, որ հիմա ռեալ անհանգստացնում է իշխանությանը։ Ինչ կա։ Հարցը անհանգստացնել, չանհանգստացնելու մասին չի։ Տեսնում ենք հավանականություն, որ կարող է լինել միջամտության փորձ եւ այդ միջամտությունը կանխելու մեր գործիքակազմը մեծացնում է։ Որտեղից միջամտության փորձ։ Օրինակ Եվրամիությունից, ասում են Ռուսաստանից, կիսում եք իրենց։ Ես չեմ լսել իրենք այդպեսի բան։ Իսկ Գերմանիայի Ես ասում եմ ցանկացած արտաքին միջամտության փորձ։ Բայց մեր իրավապահները չեն կարող դա կանխել։ Մեր իրավապահները չեն կարող Կարող են, որ Եվրամիության։ բայց Եվրամիության իրավապահները չեն գալու կանխել։ Պարզ չէ, որ մեր իրավապահները պիտի կանխեն։ Խոսքը փորձի փոխանակման, չգիտեմ, մեթոդների փոխանակման մասին է։ Փոխծախսերի մասին։ Պարոն Ռոբինյան, վարչական դատան որոշել է, որ 20 թվականի ռազմական դրության ժամանակ կառավարությունն